Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես բուժքույր Անահիտն եմ և այսօր ձեզ կպատմեմ մի մթերքի մասին, որը հենց հիմա դրված է ձեր խոհանոցում։ Սովորական սոխը, բայց կա մի գաղտնիք, մարդկանց մեծամասնությունն այն ուտում է լիովին սխալ, և հենց այդ պատճառով չի ստանում այն օգտակարության նույնիսկ 10-րդ մասը, որն այս բույսն ընձեռում է։ Իսկ այդ օգուտը, ինչպես հիմա կիմանաք, շատ ավելի լուրջ է, քան ընդունված է կարծել։ Նախքան սկսելը ստուգեք ինքներդ ձեզ, լինում է արդյոք առավոտյան կաշկանդվածություն ծնկների կամ ուսերի շրջանում, որն անցնում է միայն կես ժամ հետո, ճռճռում են հոդերը աստիճաններով բարձրանալիս, մղկտում են դրանք եղանակի փոփոխության ժամանակ։ Եթե սրանցից գոնե մեկը ձեզ ծանոթ է, մնացեք մեզ հետ մինչև վերջ։ Այսօր դուք կիմանաք, թե ինչպես է պետք այն ուտել, որպեսզի սոխը բուժիչ ազդեցություն ունենա հոդերի, անոթների և ևս մի կարևոր բանի վրա։ Հենց այդ մի բանի մասին մարդկանց մեծ մասը չգիտի։ Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը, մեծ վիրաբույժը, ով հազարավոր զինվորների կյանք է փրկել, սոխի թռչոցներ էր կիրառում հոդերի բորբոքման և թարախային վերքերի ժամանակ, իսկ ավելի ուշ, 20-րդ դարում, Նոբելյան մրցանակակիր Իլյա Մեչնիկովը, ուսումնասիրելով Կովկասի և Բուլգարիայի երկարակյացներին, մի հետաքրքիր փաստ հայտնաբերեց։ Բոլոր նրանց սննդակարգում, ովքեր հատել էին 90-ի սահմանը, ամեն օր առկա էր սոխ կամ սխտոր։ Մեչնիկովը գրում էր. «Պարզ գյուղացիները, ովքեր երբեք բժիշկ չեն տեսել, սոխ ու հաց էին ուտում և ապրում մինչև 90 տարի, պարզ մտքով և ամուր ոտքերով։ Սա պատահականություն չէ, սա համակարգ է, ոչ թե կախարդանք կամ ավանդույթ, այլ հենց քիմիայի վրա հիմնված համակարգ»։ Եվ ահա թե ինչ է կատարվում ձեր մարմնի ներսում, երբ դուք կտրում եք սոխը։ Հենց դանակը հարվածում է սոխի բջջին, նրանից դուրս է գալիս ալիինը և ակնթարթորեն միանում ալինազա-ֆերմենտին։ Նրանք ռեակցիայի մեջ են մտնում, առաջանում է ալիցին, այն նյութը, որը ստիպում է ձեզ արտասվել, բայց միևնույն ժամանակ դարձնում է արյունն ավելի ջրիկ, իսկ անոթների պատերը ավելի առաձգական։ Պատկերացրեք հին, կոշտացած ու ճաքճաքած ջրելու փողրակը, այդպիսի տեսք ունեն անոթները առանց պատշաճ խնամքի։ Ալիցինը բառացիորեն վերադարձնում է նրանց ճկունությունը։ Սոխի մեջ գործում է նաև մեկ այլ պաշտպան՝ կվերցետինը։ Սա ֆլավոնոիդ է, որը գործում է որպես բորբոքման արգելակ։ Այն արգելափակում է ցիկլոօքսիգենազա 2 ֆերմենտը, հենց այն, ինչը գործի է դնում բորբոքային պրոցեսը հոդապարկի ներսում։ Առանց դրա ցավն ու ուրացությունը չեն զարգանում։ Վագենինգենի համալսարանի հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ, ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր կանոնավոր ստացել են կվերցետին, բորբոքման մարկերը նվազել է 32%-ով։ Իսկ բունաճարի համար սոխը պահել է մի հատուկ նյութ՝ դիալիլ դիսուլֆիդ։ Այս ծծմբային միացությունը խթանում է խոնդրոցիտների արտադրությունը, բջիջների, որոնք կառուցում են աճարային հյուսվածքը։ Journal of Nutrition-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ օստեոարթրիտով հիվանդների մոտ, ովքեր կանոնավոր սոխ են կերել, աճարային հյուսվածքը կայքայվել է 27%-ով ավելի դանդաղ։ Պատկերացրեք, որ աճարը ոսկորների միջև եղած ռետինե միջադիրն է։ Առանց շինանյութի այն մաշվում է։ Դիալիլ դիսուլֆիդը օրգանիզմին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ է այդ միջադիրը վերականգնելու համար։ Բայց այս ամենը գործում է միայն մի պայմանով։ Պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ պատրաստել սոխը, որովհետև կա մի սխալ, որն անում են գրեթե բոլորը։ Մարդկանց մեծամասնությունը կամ տապակում է սոխը մինչև ոսկեգույն դառնալը, կամ ավելացնում է այն ապուրի մեջ երկար եփելիս։ Երկու դեպքում էլ ալիցինը, ամենաակտիվ նյութը, գրեթե ամբողջությամբ քայքայվում է։ Բարձր ջերմաստիճանը և երկար ժամանակը սպանում են այն հենց առաջին րոպեներին։ Այդ պատճառով տապակած սոխը չի տալիս այն էֆեկտը, որը դուք սպասում եք։ Դա նման է անձրևի տակ լվացքը չորացնելուն, ջանք կա, արդյունք ոչ։ Կա սոխը պատրաստելու 3 եղանակ, որոնք պահպանում են ամենաարժեքավորը և մեկ արտաքին օգտագործման միջոց։ Հոդերի համար ուղղակիորեն։ Սկսենք առաջինից, որը ձեզնից շատ քիչ ժամանակ կխլի։ Առաջին բաղադրատոմսը սոխի թուրմն է, որը ժողովրդի մեջ անվանում են հեղուկ աճար։ Պյատիգորսկի և Կիսլովոդսկի առողջարաններում հենց այս թուրմն էր մտնում արթրիտի բուժման պաշտոնական կուրսի մեջ։ Հիվանդներին այն տալիս էին ամեն օր 3 շաբաթ շարունակ։ 2 միջին սոխ, մոտ 300 գրամ, կտրատում եք և վրան լցնում 500 մլ ջուր։ Հասցնում եք եռման աստիճանի։ Այնուհետև կրակը հասցնում եք նվազագույնի և թողնում եք թոմշի 15 րոպե։ Սկզբունքորեն կարևոր է, որ այն չեռաուժեղ, այլ հենց տանջվի մարմանդ կրակի վրա։ Կրակից վերցնելուց 3 րոպե առաջ ավելացրեք կես թեյի գդալ քրքում։ Հետո փակեք կափարիչը 30 րոպե, ապա քամեք։ Խմել 150 մլ օրը 2 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Կուրսը 21 օր։
Սոխի կվերցետինը եւ քրքումի կուրկումինը միասին ավելի ուժեղ են ճնշում բորբոքումը, քան առանձին։ Իսկ հաջորդ բաղադրատոմսը շատերին է զարմացնում։ Պարզվում է, որ ջեռոցում թքված սոխը կվերցետինի յուրացման տեսանկյունից գերազանցում է հում սոխին։ Ջերմային մշակումը կվերցետինը փոխակերպում է միջևի, որը յուրացվում է 38%-ով ավելի լավ։ Վերցրեք 4 միջին սոխ, մաքրել պետք չէ, պարզապես կիսեք մեջտեղից։ Դրեք կտրված կողմով դեպի ներքև տապակի վրա եւ դրեք մինչեւ 200 աստիճան տաքացրած ջեռոցը։ Թողեք ուղիղ 20 րոպե։ Գեղևը հանեք թխվելուց հետո։ Օգտագործել ուտելու ընթացքում օրական 2 կես, 1 ամբողջական սոխ, ճաշին կամ ընթրիքին։ Թխված սոխի համը մեղմ է, գրեթե քաղցր, առանց դառնության։ Սա հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր չեն սիրում հում սոխը։ Ընկերներ, մենք դեռ կպատմենք օգտակար բաղադրատոմսեր, բայց նախքան այդ գրեք մեկնաբանություններում ինչպես եք դուք օգտագործում սոխը բուժական նպատակներով։ Ձեր փորձը կօգնի ուրիշներին։ Իսկ հիմա բաղադրատոմս հոդերի համար, որպեսզի աճառը ստանա իր շինանյութը ներսից։ Սոխի եւ կտավատի կիսելը անվանում են հոդերի քսուկ։ Կտավատը տալիս է լորձային նյութեր, որոնք պատում են հոդի մակերեսը ներսից, ինչպես յուղը մեխանիզմի մեջ։ Իսկ սոխն ավելացնում է դիալիլ դիսուլֆիդը։ 1 սոխ 150 գրամ, քերել մանր քերիչով եւ դնել մի կողմ։ 2 ճաշի գթալ կտավատի սերմի վրա լցնել 300 մլ սառը ջուր, հասցնել եռման եւ եփել 7 րոպե անընդհատ խառնելով, մինչեւ դառնա կիսելանման։ Անջատել։ Տաք զանգվածի մեջ ավելացրեք քերած սոխը, թողնել կափարիչի տակ 10 րոպե, ապա քամել։ Խմել գոլ վիճակում 200 մլ առավոտյան սոված փորին։ Սա շատ լավ է նրանց համար, ովքեր ունեն զգայուն ստամոքս։ Բայց կա մի բաղադրատոմս, որը 100-ամյակների պատմություն ունի։ Հենց սա էին խմում կովկասյան երկարակյացները։ Այն պահանջում է 4 առութը սպասել, բայց հետո գործում է ամբողջ տարին։ Սոխի քացախ, երկարակյացի բանաձևը։ 500 գրամ կարմիր սոխը կտրատել բարակ օղակներով։ Կարմիրը պատահական չէ, այն պարունակում է 1.5 անգամ ավելի շատ անթոթյաններ, քան դեղինը, իսկ դրանք ամրացնում են անոթների կոլագենային մատրիցան։ Սոխի վրա լցնել 400 մլ խնձորի քացախ, 6%։ Ավելացնել 1 թեյի գթալ մեղր, փակել ապակյատարան եւ դնել մութ տեղում ուղիղ 400 օր։ Դրանից հետո օգտագործել օրական 1 ճաշի գթալ, որպես աղցանների համեմունք։ Ազդեցությունը կուտակային է, անոթների համար արդյունքը կզգաք 3-4 շաբաթ անց։ Եվ վերջապես բաղադրատոմս, որն աշխատում է դրսից, ուղիղ հիվանդ հոդի վրա։ Սոխի թռչոց։ Մենք հիմա հասկանում ենք, թե ինչու է այն այդքան արդյունավետ։ Ալիցինը եւ ծծմբային միացությունները ներթափանցում են մաշկի միջով եւ նվազեցնում բորբոքումը հենց հոդապարկում։ 1 խոշոր սոխ 200 գրամ, քերել քերիչով։ Զանգվածը դնել երաշերտ հանզիֆի, մարլյա, վրա եւ կապել հիվանդ հոդին, ծնկին, ուսին կամ սրունքաթաթին։ Վրայից փաթաթել բրդյաշալով, թողնել 40 րոպե։ Կուրսը 10 օր։ Արդեն 5-րդ օրը շատերը նկատում են, որ առավոտյան կաշկանդվածությունը զգալիորեն քչացել է։ Հիմա մի քանի խոսք նրանց մասին, ովքեր պետք է զգույշ լինեն։ Ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցի սրացման ժամանակ սոխի թուրմերը ավելի լավ է հետաձգել։ Միզաքարային հիվանդության դեպքում օքսալատային քարեր, սոխի քանակը պետք է սահմանափակել։ Եթե ընդունում եք հակամակարդիչներ, արյունը ջրիկացնող դեղեր, խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ ալիցինը լրացուցիչ ջրիկացնում է արյունը։ Մնացած բոլորի համար սոխն անվտանգ է, էժան եւ հասանելի։ Բարեկամներ, ձեզ ամուր առողջություն եմ մաղթում։